Պատրի որդու է ոգուսը պողոնում Քրիստոս հարյավ իմերելոց որնյալ է հարությունը Քրիստոսի մեզ է ձեզ մեծ ավետիր Ելի ժողովուրդ ուզում եմ շարունակել անցած թեման էլի հարության տոնին վերաբերվող որ Քրիստոսի չարչարանքներն էր և դրվեց գերեզման ուզում եմ շարունակեմ ըստ հայրերի երբ որ Քրիստոսը դրվեց գերեզման նախ խաչից սկսեմ հիշում եք խաչում որ Գեղարդով կողը ծակեցին մինչև այդ ստուգեցին որ արդեն մահացած էր Քրիստոսը հետո են ծակում և ապացույցները շատ էր անգամ հրեաներն են փաստում որ խաչի վրա մահացած էր հետո որ Գեղարդով այդ մահացած մարդու կողը ծակեց արյուն և ջուր հոսեց և երբևիցե չի եղել ոչ մի դարում ոչ մի մարդու մոտ որ մահացած մարդու արյուն հոսի երբ մարդ մահանում է արյուն էլ չի հոսում առավել ևս նաև ջուրը մենակ Քրիստոսի մոտ է դա եղել որտեղ ինքն է Տերն ու Աստվածը ամեն ինչի արարիչը և նաև վկայություն էր թե արյունը նաև ջուրը որ շատ ենք խոսի արյան ջրի համար որ արյունը պարգևեց մեզ կերակուր և ջուրն է պարգևեց որպես մկրտության խորհուրդ որ ջրով մկրտվենք և սրբվենք հիմա երբ դրեցին գերեզման ով եկավ գերեզման տարավ հիշում եք չէ Հովսեփ արյամատացին հա որ եկավ մտավ համարձակորեն թե դատավորների թե Պիղատոսի խնդրեց Տիրոջ մարմինը բայց ինքը ոչ թե ինքը չէր մասնակցել ընդհանրապես այդ ամբարիշտների ոչ մի գործարքներին և Սուրբ Հոգին առաջնորդեց իրեն որպեսզի սրբությամբ մոտենա և բոլորը զարմացած և տվեցին և ինքը սավաններով թանկարժեք շատ խորհրդավոր անգամ խունկեր մեջ դնելով անուշահոտ յուղեր փաթաթեց Տիրոջ մարմինը և տարավ դրեց գերեզմանում և հետաքրքիր է որ ծնունդին ներկա էր Հովսեփը առաջին Տիրոջ ծնունդին Հովսեփ մասնակցեց և Տիրոջ թաղմանը նորից էլի Հովսեփ երկրորդը այնտեղ Հովսեփ Մարիամի ամուսինը այստեղ արդեն Հովսեփ արյամատացին որ էլի Տիրոջ սուրբը եղավ դրվեց գերեզման հիմա և ինչ արեցին այս աշխարհի իշխանները երբ որ Պիղատոսի մոտ մտան հրեաների այդ ծերակույտը հա օրենսդիրներն ու դատավորները իրենց քահանաները որ ասեցին այսպիսի խոսք էին գցել որ երրորդ օրը պետք է հարություն առնի երևի կողանա որ տենց չասեն նոր աղանջ չդառնա եկեք փակենք դուռը կնքենք և այդ մեծ քար դնելով մատանիներով կնքեցին փակեցին Տիրոջ գերեզմանը որ ոչ մեկ չկարողանա մտնել և պահապան զինվորներին էլ դրեցին հետաքրքիր է մեր սուրբ հայրերի զինվորներին այդքան չեն մեղադրում որտեղ ասում են զինվորը հրաման կատարող է ինքը ենթակա է իշխանին իր հրամանատարներին ինչպես այսօր նայում ենք ոստիկանները հա հրաման տալու հրամանը տալի ոստիկանը կատարվում է բայց դրա համար էլի որ հայրերից նայում ենք այդքան չեն մեղադրում այդ սովորական շարքային ոստիկաններին կամ ուժային զինվորներին որտեղ ծառայության մեջ են հրամանի տակ են մեղավորները վերևից են որ հրամանները տալիս են և մարդկային միամիտ միտքը ինչ են կարծում տիեզերքի արարիչը կարող է փակեն գերեզմանում ու ինքը չկարողանա դուրս գալ Քրիստոսը հարություն առավ առանց այդ քարը տեղաշարժելու ինքը որ դուրս է եկել հարությունը առել
ոչ այդ կնիկներն է խափանվել, ոչ էլ քարն է տեղից շարժվել, արդեն Քրիստոսի մեջ չկար, հարություններ առել, նախքան քարը բացելը եւ տեսնելը, երբ որ եկան Յուղաբերի կանայք եւ հրեշտակներն էին շարժել արդեն, եւ ինչ եղավ, Քրիստոս իջավ գնում էր դժոխքը ավիրելու եւ այնտեղից մահն է խոսում, այս ինչա կատարվում ասում, obստանվում են իմ դեմ, ոչ սաղ իմ ձեռքի տակ են ասում, Աբրահամը, Հակոբը, Իսահակը, բնացած բոլորը ասում իմ մոտ են, ոչ մեկ ձայն չի անում, խավարի մեջ են, որտեղ բոլորը պահվում էին այնտեղ, բացի ասում Եղիայից եւ Ենովքից, նրանք չմահացան մարմինով, ասում իսկ սա ով է, որ չեն ճանաչում, որ գալիս է եւ Տերը այդտեղից դժոխքն է պատասխանում մահին, ասում մենք գիտենք իր ազգատոններ, բաններ, դու չգիտես, բայց գրված է ինքն է թագավորը թագավորների, Տեր զորությանց եւ երբ որ Քրիստոսը իջնում է իր ջերմության լույսով, հալվում են այդ բոլոր խավարը սկսում է մեջը լուսավորվել, այդ խավարը մահը փախնում է, ասում եմ խավարից գեստները փախչում են, մի ծածուկ տեղ չի մնում խավար, եկել է ասում է արդարներին որպեսզի տանի, բայց Տերը միայն արդարների համար չգնաց, նաեւ մեղավորների համար, ովքեր անգամ դժոխքում զղջային եւ հավատային, ինքը բոլորին ազատեց։ Եվ ասում է պղնձենիգե դարպասները դժոխքի իր ջերմությունից հալվեցին, քանդվեցին։ Եվ ասում անգամ եթե բլուրները փակեին, բլուրներն էլ էին հալվում Տիրոջ լույսից ու ջերմությունից։ Եվ այդտեղ Տերը էլի նորից քարոզ է անում։ Տեսեք, բոլորը մինչև Տիրոջ ազատելը դժոխքից բոլորին, բոլորը գնում էին այնտեղ եւ իրանից առաջ գնաց նորից Հովհաննես Մկրտիչը, որպեսզի նորից նախավկայի Քրիստոսի համար որ գալու է։ Հետաքրքիրն այն է, որ ովքեր հավատացին, բայց էլի կային այնպիսի ամբարիշներ, որ չհավատացին, իրանք տենց մնացին խավարի մեջ, իրանք չհանեց։ Եվ առաջինը դե Ադամին ու Եվային հանեց դժոխքից, եւ բնական է բոլոր արդարները, հետո այն մեղավորները, ովքեր զղջացին, հավատացին եւ դուրս եկան դժոխքից։ Բայց հիշում եք ավետարանում Քրիստոսը ասում է, քանի ես չկայի, այսինքն դեռ մարդ չէր եկել մարդացել, շատերի մեղքերը ներվում են, դրա համար իջավ բոլորին ներեց ազատեց, բայց իմ գալուց ու գնալուց հետո չի ներվել, եթե իրանով չապրեն, դատաստանը շատ ավելի խիստ է լինելու, որտեղ ինչքան կարելի է։ Ասում է եւ այդ կույր մարդիկ, որ ոչինչ չեն տեսնում, միայն իրենց հողագործ հորն են քաշել, հողն է սիրում եւ հողահեղձը լինում են։ Գնում է Կայինի, այդպես Կայինի ճյուղն ասած գալիս է, հողագործ, որ սա այդ ամբարիշտներն են եւ լսելով լսում են, բայց չեն լսում, տեսնելով տեսնում են, բայց չեն տեսնում, մինչև առ այսօր աշխարհի բոլոր իշխանները վառ երևում է այս մեր երկրում, բոլոր երկրներում մի տարբերություն անգամ չկա, մեր մոտ առավել սկսեց ակտիվ չարաաշխուժանալ, հարձակումները եկեղեցու վրա եւ գիտեն թե Տիրոջ արարիչը չի տեսնում, խաբեցիկ մարդկանց շատերին, շատերին, միայն որ Աստծո կա նա չի խաբվում, բայց Աստծուն ոնց կարելի է խաբել,
Տերը գալու է իր բարկությամբ և իր կրակով հալվելու են այդ բոլորը։ Լափող կրակա։ Թագավորաց գրքերում ասում է իր քթերից ծուխը դուրս գալի և բերանից լափող կրակն է դուրս գալու։ Եվ այդպես է լինելու է, ու հենց այնպես ոչ մի բան չի ստեղծել, անգամ ծովերը, լճերը, որ կան, քաղաքները, ցամաքը, մենք չգիտենք ընդերքում ինչ կա։ Անգամ ծովերից կրակ դուրս կգա, երկրի տակից ջրեր դուրս կգան կխորտակեն սաղին, քաղաքներ կան տակ ամբողջը կրակ է։ Կոնկրետ Մոսկվա, օրինակներ բերեմ, Երևանի տակը ամբողջը լիճ է ու ջուր, ամբողջ Երևանի տակը լիճ է, ամբողջ Սև ծովի տակը սաղ թունավոր գազեր են այրվող ու դեպքեր է եղել տարբեր թվականներին, որ դուրս է եկել երկրաշարժից, ամբողջ ծովը սկսել այրվել։ Աստված պահում է ամեն ինչը իր համար, որ հետո այդ պատիժները տալու է բոլորին։ Եվ զարմանալի է, որ մարդիկ կուրորեն մինչև հիմա կարճված են այդ հող կոչիցալին, հողին, որտեղ ինչպես հողից էին, այնպես է չեն ուզում հողից կտրվեն, որ գնան դեպի երկինք, դեպի Աստված։ Ճիշտ է, Աստված ասում է հողից եք հող եք դառնալու, դա մարմնին է վերաբերվում, բայց այդ մեռելները, որ մեռել են որպես մեռել հենց, ոչ թե ննջեցյալ, նրանց հոգին գնալու է խավար։ Եվ ցավոք սրտի, երբ որ ամբարիշտը իշխում է, մարդիկ նմանվում են այդ իշխանին, ամբարը շտանում են։ Անցած անգամ խոսեցինք, որ մարդիս ամենախորամանկը սիրտն է և ապականված, Աստված տեսնում է այդ սիրտը, քննողը միայն Աստված է, սիրտ և երիկամ է քննողը։ Եվ տեսնում է սիրտը ինչ է ցանկանում, թույլ է տալի, որ շեղվի գնա այդ ամբարիշտների հետքերում, իցավ սրտի, և գնալով, գրեթե շատերս կորցնում ենք հերթով, որ ընկեր էին ու եղբայր էին, ու կորցնում ենք իրանց, որտև այնպիսի բաներ են խոսում, որ դրանք հերձված և աղանդավոր մտքեր են, իսկ հայրերով հերձվածներին ու աղանդավոր ոչ միայն հայրերով, Սուրբ գրքով, Հովհաննես առաքյալն է ասում, Պողոս առաքյալն է ասում, այդպիսիներին ձեր տունել չթողեք, բարևել չտաք։ Երբ որ անարգում են եկեղեցուն, հայրերի թողած գանձերը, բայց որ հələ խորը քննեն Աստվածաշունչը, գիտեն թե գիտեն Աստվածաշունչը, կտեսնեն ինչ հայրերն ասում են Սուրբ գրքում կա։ Սուրբ գրքում կա, ոնց որ աղանդները ասում են, ինչ սրբերի բարեխոսություն, հա, գիտենք։ Բայց Սուրբ գրքում այնքան օրինակներ կա, որ միտք ունենային հոգուց ստացած, կտեսնեին։ Հիվանդները գնում էին Պողոս առաքյալի մոտ, Պետրոս առաքյալի մոտ բժշկություն էին խնդրում, բայց սրբից բարեխոսություն չէին խնդրում, դե թող իրանք աղոթք անեին, որտև իրանք աղոթքը լսելի չէր, և Պողոս Պետրոս առաքյալները աղոթքը անում էին, բժշկում էին, ձրի տալիս էին, որտև Քրիստոս ձրի էր տվել։ Անգամ միայն աղոթքով չէ, իրանց հանդերձներն էին սրբերի վերցնում, գցում հիվանդների վրա, բժշկվում էին, Պողոս առաքյալի թաշկինակն էին վերցնում, հիվանդի վրա գցում, բժշկվում էր, բա դա սրբերի բարեխոսություն խնդրել չի, որ մեկն ասես, Եղիա մարգարեի թիկնոցը, որ վերցրեց, խփեց ջրերին, ջրերը բաժանվեց, անցավ Եղիսեն, Եղիսեի ոսկորներին, երբ որ հպվեց, մահացածը կենդանացավ, այդ ամբողջ օրինակները, որ Աստված տալիս է, և ով որ տենց բան է ասում, արդեն իսկ աղանդավորական և հերձվածության մեղքերի հատողներ է, որ ահավոր է, պետք է կտրել հեռացնել,
Եթե իհարկե չեն զղջում ու դարձի չեն գալիս։ Առավել ևս տիրամուր մասին, որ ոչ ընդունում են այդ աղանդները, այնքան չարը բռնել է իրանց կույր միտքը, այդ է գետներ, եթե տիրամորը չեք ընդունում, Տերը ձեզ ոնց է ընդունելու։ Տիրամայրը ինչ խնդրի Տիրոջից, Տերը տալիս է, որտեղ տիրամայրը երբեք անարդար բան չի խնդրի, արդար բան է խնդրում, որտեղ տիրամայրն է, բոլոր սրբերից բարձր, բոլոր հրեշտակներից բարձր, միայն Սուրբ Երրորդությունից հետո։ Բայց տիրամորը անարգողը ոնց կարող է Աստծու մոտ ընդունվի, քավլիցի երբեք։ Որ մեկն ասես, և այդ ամբարիշտը, որ գնում են ամբարիշտին հավատում են ու հետևից գնում են, ինչ ասում է, սկսում են իրանց մեջ մտնել, այ ոնց որ ասեղով սրսկեն այդ վիրուսն ու թույնը մարդկանց մեջ, հենց այնպես չի գրքում ասում կախարդության մեղք, այդ մեղքը մտնում է իրանց երակների մեջ է մտնում և իրանք սկսում են իրանց մտքերը թունավորվել ու պղտորվել։ Ինչպես ամբարիշտը խոսում է, մենք չկայինք, մինչև Տարթատը Գրիգոր Լուսավորիչը, մեծ Հայաստան կար, հայք կար, անարգելով Գրիգոր Լուսավորիչին ու Տրտատին, որ ընդունեց քրիստոնեություն։ Եվ հիմա իրան հավատացողները նորից մտել է բոլորի ներս արդեն, որ նույն բաները կրկնում են, մի քիչ ձևափոխված տեքստով, այդ չգիտեն, որ մի Գրիգոր Լուսավորիչ, մի ազգեր ու ժողովուրդ արժի, նույնը մեր այդ մեծագույն սրբերը, ասում են միայն Եղիշեն, մի ամբողջ ժողովուրդ արժի, Գրիգոր Լուսավորիչը նույնը, Գրիգոր Նարեկացին նույնը, մարդիկ, որ չեն հավատացել ու կարդում, չեն սովորել, մնացել են փակված, ոչ աճելու փոխարեն, ավելի հակառակ կողմ են գնացել, այն նմանվում են աղանդների ու հերձվածների, իցավ սրտի, և չեն էլ լսում կարդացողներին, ովքեր կարդացել են, ուզում են փոխանցեն, բայց ինչպես լսեն, երբ որ լսելով չեն լսում, տեսնելով էլ չեն տեսնում։ Աչքերը տված էր, որ սովորեն, գիտեն, թե Աստվածաշունչ գիտեն, բայց ոչ մի բանը չգիտեն, հոգևոր ոչ մի խորհուրդ չգիտեն անգամ, թե ինչ է ասում Տերը Սուրբ գրքով, որտեղ խոնարհություն չկա, և ամբարիշտը, որ հպարտ է, նա է գնում նրանց հետևից, ում մեջ այդ հպարտությունից կա, Աստված սրտերը քննում է և թողում է, որ գնա, գնացեք ձեր հպարտության հետևից, որ հպարտության որդիների հայրը հենց Լևիաթանն էր, որը առաջի բանսարկողությունն էր, Սատանան, հպարտության որդիների հայրը և առաջի ամենամեծ մահացու մեղքը։ Մարդ պետք է շատ զգույշ լինի իր մտքին էլ անգամ, որովհետև մտքով կարող է մի բան անցնի, որը կարող է տանի դեպի հպարտություն։ Մեղա Աստծո, գրչություն եմ անում Աստվածաշունչի երկրորդ անգամ, մեկ անգամ ամբողջ Աստվածաշունչը արտագրել եմ, հիմա կանգնացրել եմ, ինչու, որտեղ մտքովս մի ծուռ բան անցավ, որ ոչ մեկ երկու անգամ Աստվածաշունչ չի արտագրել, ու վախեցա, որ ես ընկնեմ հպարտության մեղքի մեջ, դրա համար կանգնացրեցի, ավելի լավը չանեմ, բայց ավելի խոնարհանամ, կաստանեմ, քան հպարտանամ, երբ որ Աստված դրած ծիրակի կփոխի, որ հպարտություն չի առաջացնի, նոր կարող եմ շարունակել, որտեղ եթե այդ մտքով շարունակեմ, Աստված հարվածել վրա չի թողի, կկուրանամ էլ,
որպեսզի չվերջացնի։ Տենց մտքովս որտեղ սխալ բան անցավ։ Աստվածաշունչ արտագրել են, բայց ոչ մեկ չի եղել, որ երկու անգամ արտագրի։ Եվ դրա համար կանգնացրեցի, փառք Աստծուն ամեն ինչի համար, պետք է զգույշ լինենք մեր քայլերից։ Ցավոք սրտի այսօր այդ ամբարշտությունը այնքան է մտել ժողովրդի մեջ, որ շատ չարացած են մարդիկ, ամեն օր նստում ես տրանսպորտ, տեսնում ես ինչ միջավայրը անընդհատ իրար անպատվել, նստել եմ հնդիկներ, երեխաներ են, դե հնդիկներ են, օտար, եկել են օտար երկիր իրանց ընտանիքներից թողել են, որ մի փոքր աշխատեն գումար վաստակեն, դու տեսնեք չարացած կանեք, ոնց կպան այդ հնդիկներին, հլը շուտ մուծեք ձեզ ասում ենք, խեղճ հնդիկները բան եղան էլի այդտեղ, հեսա կմուծեմ հայրեն սովորել էր, ասում են ինչ եք հարցակում, օտար երկրից եկել են, բամբեր երեխեքը որ գնում են դենտեղ նենց խիստ է, հետո որ դեղ տենց են անում, նշանակում պիտի մենք ավելի վատը լինենք, ընդ ոչ մի ժողովուրդ ձերպես չի հարցակվի այդ երեխու վրա, հնդիկներին ասում ես ձեր տեղ կխփեմ էլի, պահեցի, չարացած եք, կամ ասի դու ինչ ես աշխատում, տոմս դու գող ես, վարչապետի խորհրդական ես կամ վարորդի օգնական ես, ինչ եք քիթներդ խոտում, այ կանեք, շատ նենց ամեն օր վեճը, ամեն օր և տրանսպորտ եմ նստում մեջ կռիվ, վարորդի հետ են կռվում, ճիշտ է ոչ վարորդներն են մի բան, ոչ նստողներն են մի բան, իրար ինչ ասես չեն ասում, ու այդ չարությունը երբ որ ամբարիշտը իշխում է, ժողովուրդը նմանվում է նրան, այդ ամբողջ մեղքը մտնում է մարդկանց արյունից ներս, շատ չար ժողովուրդ ենք դարձել, բայց դա էլ հենց այնպես չի, որտև Աստված հենց այնպես Աստծո թույլտվությամբ է, որ չարը գա իշխի, որտև տեսնում է բոլորի ծածուկ սրտերը, որ ինչքան չար բաներ կա մարդկանց սրտերում, մեր սրտերում, թույլ է տալիս, որ այդ կատարյալը իրանց գա իրանց իշխի, դե գնացեք ու իշխի։ Ինչ ասես իրար չեն ասում, Արցախահայությանը, կարդում ես, զզվում ես տեղի հայերից արդեն։ Ահավոր է, մեղքը սենց քաղաքում քայլում է ենորը, մենակ եկեղեցիները մտնում աղոթքյան դուրս է գալի, բայց նայում չես ուզում նայես տխուր, որտև այդ միջավայրը այս քաղաքի արդեն դռիվ դժոխային միջավայր է դարել, նայում ես հակ ու կապը, իրենց կերպարը, աղջիկներ, տղաներ, իրենց դաջվածքները, իրենց հագուստները, ու տխուր քայլում ես, ուզում ես շուտ քաղաքից փախնես, քաղաքը ապրելու տեղ չի էլ։ Ու տենց քայլեցինք, փառք Աստծո, որ քաղաք շատ քիչ եմ գնում, միայն գործով զանգում են, բաներ են պատվիրել, գնում են վերցնեն, ու մենակ եկեղեցիներ, ուրիշ ոչ մի տեղ, չեմ էլ նայում ոչ մեկին, աղոթքով գնում են ճանապարհներին, մտնում եկեղեցիներ, ու երեխաները պիտի մեծանան այս միջավայրում։ Դրա համար պետք է քաղաքից դուրս շատ փախչել։ Համբայնքով գնալ, առանձին ապրել, որպեսզի որոշ ժամանակ երեխեքը ճիշտ մեծանան, դաստիարակվեն, որ Քրիստոսով լինեն, որ արդեն նոր վստահ կլինես, որ Քրիստոսով է։ Այն օրը ոնց որ երեք պատմեցին իմ թորնիկներից, մնացել են մի պահ մենակ տունը, չգիտեմ լույսերը անջատել են, թե ինչ ա եղել, ոնց որ վախեցել են, կարիքը մի պահ դուրս ա եկել, Սարգիս ասել շուտ բարձրանանք վերև հայրմիրն ասենք, բարձացել են հայրմիրն են ասել, ու անցել այդ բանն վախը, երեխեքին պիտի Աստծով դաստիարակել, Երանի Տերը պահապան լինի մեր փոքրիկ կանձերին, մեր ազգին, մեր հայրենիքին, որ
երեխաները դաստիարակվեն ի Քրիստոս, ամենակարևորը դա է, բայց ոչ թե ինչ ասես չեն գրում։ Ես ասել եմ բոլորով այսենց վերցնելու գցի բոլորին գեյնի կրակ, ով որ չարին հավանությունը տալի, դրա հետևից է գնալի, որտեղ ինքն է լինելու, ընդեղ էլ նա է լինելու։ Եվ բոլոր կրոնները, բացի Քրիստոսի միակ ճշմարիտ հավատքից, բոլոր կրոնները, առավել ևս իսլամը, որ ամենա մարդահատյաց, քրիստոնյա կրոնն է, մանկասպան, նաև ջհուդները։ Նաև մնացածը բոլորն են, նույն զիբիլն են, նույն աղտն են։ Եվ դրա մոտ լինի աշխարհի վերջը։ Աստված գիտեր, որ սկզբից մինչև վերջ ինչա լինելու, դրա համար էլ հեսա հավատք չեն գտնի, որ կա, կգտնեմ արդյոք հավատքը։ Եվ պիտի կործանի, այո, պիտի կործանի։ Եվ դա արդար է, որտեղ ինքը հստակ տվեց ճանապարհները։ Այս անգամ կրակով է կործանելու։ Հայերից գրում են, որ մինչև Նոյը մարդիկ միշտ կուժերով ջուր են իրանց հետ գրում, ծարավ, որ ջուր չկար խմեին, հետ էլ էր խորհրդավոր, որ ջրեղով առաջին կործանելու։ Իսկ երկրորդ կարոստին մարդիկ կրակ են կրելու իրանց գրպաններով, որը ծխախոտի հետ կրակայրիչներն են, մարդիկ բոլորը դες գրում են, կրակով այրելու բոլորին։ Եվ մարդիս իմաստը հենց Քրիստոսինի Աստծուն հասնելն է, որ հասանելի լինի, բայց մարդը մինչև չհասկանա իր մեղքը, չզղջա ու չթողի, չի հասնելու։ Քրիստոս մի բան է ուզում տանել, որ մարդը հասկանաս մեղքը, այդ մեղքից հրաժարվի։ Ու զղջալով դեպի Քրիստոս գնա, ինքը գրկապած ընդունելու է։ Բայց ոչ մեկ չի ուզում, որ ասի դա մեղ կա, չեն ընդունում, Աստված իրենց հետ, բայց թող չիմանան, միշտ մեկը զգուշացնում է, որ սա մեղ կա։ Մեզ չի լինում, որ առանց զգուշացնելու մեկը մնա, որտև էլի մարգարեության մեջ, որքան հիշում եմ, Ամբակումի կարծեմ չեմ հիշում, որ ասում է կլինի մի չարիք, որ մի քաղաքում պատահած լինի, ես առաջ չլինեմ, Տերն ասում։ Բայց ես նախորոքը զգուշացնում եմ, նոր եմ պատժում, առանց զգուշացնելու ոչ մեկին չի պատժում։ Նախորոք ինչ-որ մեկը կգա կասի, դու չես իմանա ով է։ Աստծուց մեկը կգա, կասի, որ սա մեղք է, թող այդ մեղքը։ Եվ հիշում եմ, անուն չեմ տա, 90-ականների վերջերն էր, ոնց որ տենց մի հատ տեսիլ տեսա, ասես գնա ես ինչ հոգևորականին ասա, որ հիվանդ է ինքը, ծխելը թող թողնի, ծխելուց էինք խոսում նոր, ծխելու մեղքն էր այդ հիվանդությունը, ես էլ աղոտ կարեցես տեր, ես ով եմ, որ ինչ իրանքով կանային մի բան ասեմ կամ չասեմ, չասեցի իհարկե, բայց անցա մի քանի տարի ընդամենը, որ եկավ մոտ եկեղեցուն ծառայելու, որտեղ ես աշխատում էի, հրավիրեցի իրար հետ ճաշ ենք ըմբիջում, այդ ժամանակ ասեցի դա, տարիներ անց հետո, էլ ասեց գիտես, ասում ես առաջ մեղք չի համարում, բայց հասկանում եմ, որ մեղք կա, նախ առաջինը, որ կավճված եմ, և երկրորդը մնացած, Իրան եթե թողած լինի չգիտեմ, բայց որ պիտի ասեի, ինձնից դուրս եկավ, որտև պիտի ասեի, չասեցի, բայց վերջում ասեցի, ոնց որ ազատվեցի դրանից, և տեն շատ մանր-մունր բաներ կա, բայց այդ մանր-մունրերը մեծ բաներ են դառնում ու կործանում են, որտև եթե չենք
հասկանում, որ մեղք կա ու չենք զղջում, դա դառնում է անզեղջ մեղջ, եւ դա Սուրբ Հոգու դեմ արարություն է դառնում, որը ներում չի լինելու։ Եվ Տերը մեզ իմաստություն պարգևի մեր մտքերը, մեր հոգուն, մեր սրտին, որ միշտ տեսնենք մեր մեղքերը եւ սկսենք մաքրել։ Սուրբ գրքում ասում է օտարներին հյուրասիրեք, լավ կվերաբերվեք, որ օտարը գալիս ձեր երկիր, բայց մենք թշնամաբար ենք, շատ մեծ մեղքերի մեջ է մեր ազգը, Աստված ողորմի ոտքի կանգնեց, որտեղ ընկել ենք շատ արդեն, ստվում է մի քայլ որ ընկնենք, քիչ ամնում անդունդ գնանք։ Աստված ողորմի գտա եւ իր լույսով, իր հարության լույսով մեզ պարգևի արդար սրտեր ու հոգիներ, մաքուր սրտեր, որ արժան լինենք տեսնելու մեր Տիրոջը։ Ամեն։